Այսօր ես ուզում եմ գիտեք ինչ թեմայով խոսեմ ձեր հետ ծոմապահությամբ։ Հաջորդ հարցը որ ուզում եմ տամ, ում կյանքում կա այդ հրաշալի սովորությունը։ Ծոմապահություն։ Մասնակի։ Լավ, թեկուզ մասնակի, ով ընդհանրապես ծոմ վերցնում։ Թեկուզ մասնակի։ Հա? Ինչ կլինի լավ։ Կո։ Ահա։ Լավ։ Իսկ այն պայմանը որ կար, որ մենք օրվա մեջը մեր ժամ պետք է աղոթենք։ Ինչ է լավ։ Կա։ Հա? Ինչ լավ է։ Հələ ով որ աղոթում է թույլ սերս ես բարձրացնա էլի։ Երեխեք ջան, մեր ժամ աղոթում եք օրվա մեջը։ Մեր ժամ ծառ աղոթում ես։ Հա? Ծառը կասում մեր ժամ աղոթում եմ։ Ժողովուրդ, հաջորդ կիրակի էլ կհարցնեմ, ուզում եմ ձեռները շատ լնեն։ Նարեկ ջան, չխացրին մեր ժամին։ Խա, չտեսա։ Ալելույա, փառք Հիսուսի, ուրախ եմ աղբերս։ Օրվա մեջը ուզում եմ 15 րոպեով, բայց մեր ժամ լրանա։ Հա, գլնի մարինեք։ Այդպես։ Всё։ Փառք Հիսուսի։ Հիմա սրան մենք ավելացնում ենք ծոմապահությունը։ Ես ասեմ թանկագինես, եթե քո կյանքում չկա ծոմ, դու պարտություններ ես ունենալու։ Կորուստներ։ Կորուստ սխալ բան, ուրիշ բան չհասկնաք։ Բաց թողումներ, չգիտեմ։ Չգիտեմ ինչ ձև, բայց պետքա ծոմի հարցը լուծենք ժողովուրդ։ Շաբաթվա մեջը մի օր պետքա ծոմ վերցնենք։ Հիմի մասնակի կվերցեք, ջրով կվերցեք, թե չոր կվերցեք, դա դու որոշեք։ Ընդհանրապես 4 ծոմը ժողովուրդ ջան, 3 օրից ավել չի լինում։ 3 օրից ավել ծոմ չենք վերցնում։ Ասեմ, 4 ծոմը օրգանիզմին վնաս է, բայց ջրով ծոմը օրգանիզմին օգուտ է։ 4 ծոմը մտնելու համար պետքա պատրաստվել, կամաց պետքա մտնես, կամաց պետքա դուրս գաս։ Ռեսկի չի կարելի մտնել ու դուրս գալ։ Լսեք։ 4 ծոմ, թանկագիններս, 4 ծոմը ինքը թանկագիններս պետքա օրինակ կերակրող մայրերը ովքեր որ փոքր երեխա ունեն կաթ են տալու, իրանց չի կարելի։ Ընդհանրապես, չգիտեմ, մասնակի միգուցե կարելի է, բայց չոր ու ջրով չի կարելի։ Տեսեք։ Ասեմ ելում չի կարելի ընդհանրապես ծոմ վերցնել։ Նրանց, ովքեր որ վախենում են։ Մեկ անգամ ես մի եղբոր ասեցի ծոմ վերցրու, ինքը ծոմ էր վերցրե, վատացել, եկան բժիշկները սիստեմայով մեկ էր փրկեցին։ Չեմ կարա հիշեմ, բայց շուտ էր էդի, ուզում եմ ասեմ թանկագիններս, եթե վախենում եք, ծոմից մի մտեք, եթե չկա հավատք, ընդհանրապես եթե հավատք չկա, ոչ մի բան մի արեք։ Եթե դու մի բան անում ես, պետք է հավատաս որ անես, չէ՞։ Ամեն։ Դու եթե եկել եք ստե, ուրեմն հավատացեք, որ Տերը ներկայացտ է։ Որտեղ ասում այն ինչ որ հավատքով չէ, մեղ կա։ Բայց դու հավատքի քայլ արա։ Ամեն։ Փառք Հիսուսի։ Մի խոսքով թանկագիններս, մենք պետք է ծոմապահություն մտցնենք մեր կյանք։ Շաբաթվա մեջը մեկ օր, պայմանավորվենք, հա? Հա? Դավայց, սկսենք ծոմ։ Հիմի ջրով կվերցնես, չոր կվերցնես, թե մասնակի կվերցես, լավ, հիմա մի հետաքրքիր մասնակի ծոմի մասին տեղյակ եք ժողովուրդ ջան։ Ինչ է մասնակի ծոմը։ Օրինակ մի հատ բան պատմեմ եմ, իրական կյանքից բան եմ ասում, ամառը գա երեխին մարոժնի չի տաս, էդի կատաստրոֆա է, չէ։
Ուրեմն մի հատ ընտանիք ալնում, իրանք մեքենա չեն ունենում, ավտո չեն ունենում, ասում են պետք է ծոմ վերցնենք։ Ես երեխեք է, իմիջիայլոց ասեմ, ձեր երեխեքին ծոմապահություն սովորեցրեք, 10 օր տալ սովորեցրեք, աղոթել սովորեցրեք, մի խոսքով։ Այս երեխեքը 3 ամիս ամառը երեխեն մորոժնի չուտա, եսի ռեալնի ծոմա, մասնակի ծոմա։ Ու գիտեք ինչ, իրանց հորը աշխատանքի տեղից կանչում են ավտո են նվիրում։ Պատկերացնում եք թանկագիններ։ Ինչ եմ ուզում ասեմ, եթե դու մի բան չես սիրում ուտել, դրանից ծոմ մի վերցրա։ Էդի սենց տենես ծոմ չէ։ Օրինակ եթե ինչ ասեմ։ Օրինակ եթե դու պանիր տենում ես զզվում ես, դու ծոմ պետք չէ վերցել։ Ինչ որ դու շատ ես սիրում ու քո կյանքը առանց այդ սննդի չես կարող պատկերացնես, դրանից պետք է ծոմ վերցնես։ Մենք հասկացանք իրար։ Օրինակ մեր քույր առաջարկումը առանց կոֆե մնանք։ Իմի սախ կոֆեի չէ, սիրար են։ Նարիք չէ։ Ես ուզում եմ ձեզի կամաս մտցնենք այս թեմայի մեջ։ 4 ծոմից խոսացինք, մասնակից խոսացինք, ջրով ծոմը։ Ջրով ծոմը մենակ ջուր ես խմում, մենակ հեղուկներ, հեղուկ։ Կարա սոկ խմես, սուրճ խմես, թեյ խմես, ջուր խմես, մենակ պետք է ջրեղեն է թա քո ստամոքս։ Սա կոչվում է ջրով ծոմ։ Ամեն թանկագիններ։ Ինչի համար ենք ծոմ վերցնում, սիրելիս։ Եթե զգում ես, որ քո ստամոքս արդեն չափերն անցնում է, ուրեմն ժամանակն է ծոմի։ Ես հավատում եմ, որ Աստված քեզի կուղղորդա ծոմի։ Ամեն։ Լավ, անցնենք առաջ։ Ծոմը, ասեմ ձեզի, դա գաղտնի զենք է։ Գաղտնի զենք է ինքը։ Աստված այդ զենքը տվել է մեզի, որպեսզի մենք սատանայի գլուխը ջախջախենք։ Ամեն։ Եթե այդ զենքը դու չես օգտագործում, սատանան օգտագործում է քո դեմ։ Գիտես ոնց։ Ասեմ, դու գիտես սատանան ծոմ չունի, ունի։ Ես մի բանը պատմություն եմ լսել, որ Կովկասում, հենց Կովկասում կա սատանիստական խմբավորում, որ իրանք ծոմ են վերցնում եկեղեցու ու ընտանիքների քանդվելու համար։ Ասեմ ես քեզ, եթե դու ծոմ չվերցես, սատանայի պաշտները ծոմ կվերցեն ու կխորտակեն քեզի, չկասկածես դրանում։ Ես մոտ դա կստացվի, մենք ասում ենք սատանան պարտված է, բայց գիտեք, ես հետաքրքիր մի բան ասեմ, դու տեսել եք, որ օձին գլուխը կտրում են, հենց հիմքը գլուխը կտրված վիճակում կարա մարդին կծա ու մարդը մահանա։ Սատանան պարտված է, բայց միևնույնն է թանկագինս, եթե դու իրանը տեղ ես տալու, ինքը իշխանություն է վերցնում քո վրա։ Ստերեք թանկագիններ։ Լավ, հարց, հետաքրքիր մի հարց։ Ինչու մարդիկ ծոմ չեն վերցնում։ Ես օրինակ հարց տվեցի, մի քանի հոգի ձեր բարձրացրեց, մեկը Լիանան է, մեկը մեր քույրներից մեկը, ինչու համար մենք ծոմ չենք վերցնում։ Գիտություն չունենալու պատճառով, տարբերակ 1։ Չեն ուզում, ստամոքսը, այսինքն ախորժակի խնդիր կա, չէ՞, վայ, ոնց կլինի ես չուտեմ, վայ, ոնց։ Հիվանդությունը ներելի է։ Էլ ինչի համար մենք ծոմ չենք վերցնում։ Հա, էդի նոր խոսացինք, մեկ էլ չունենք բավարար հավատք։ Ամեն։ Հիմա ինչ է անում ծոմը, թանկագիններ, ծոմը բացում է երկինքը ու փակում է դժոխքը քո կյանքում։
ընտանիքով որ անընդհատ վեճերը կրկնվում են։ Շատ ծանոթ դեպք է, չէ՞։ Ասեմ ձեզ, ես սատանան եմ։ Արշի ծոմ վերցնել։ Ուզում ես երկրի վրա ապրես, ոնց որ երկնքում։ Դու ծոմապահության սովորություն ունեցի։ Ծոմ վերցրա, քո ընտանիքի համար, խնդիրների համար։ Ամեն։ Դա զենք է, որը Աստված մեզի տվել է, որպեսզի ջախջախենք թշնամու գլուխը։ Ամեն, թանկագիններ։ Լավ, առաջինը, ինչի մասին որ ուզում եմ ասեմ, եթե մենք ծոմ չենք վերցնում, առաջինը գիտելիք չունենք։ Ես ասեմ ձեզ, մենք շատ ենք խոսացել։ Խոսում ենք, չէ՞, ծոմի մասին, մենք սկսում ենք ծոմ վերցնել, հետո չենք խոսում, սկսում ենք կամաց ծոմը թողնել։ Գիտես ինչի համար, ախորժակը ավելի ուժեղ է, քան թե կարիքը։ Քո ախորժակը ավելի ուժեղ է ընդհանրապես։ Օրինակ Եվան պակաս հավատացյալ չէր, չէ՞։ Բայց իր ախորժակը հաղթեց Աստծո խոսքին։ Ինքը ուժեղ բան է։ Լավ, թանկագիններս, ուզում եմ բացենք Մարկոս ավետարան 2:19։ Մարկոս ավետարան 2-րդ գլուխ 19-րդ խոսքը կարդա։ Հիսուսը ասավ նրանց. «Միթե կարելի է, որ հարսանիքի տղաքը, երբ փեսան իրենց հետ է ծոմ պահեն, որ չափ ժամանակ փեսան Հիսուսն է, գիտենք, չէ՞։ Հարսանիքի տղաքը դա եկեղեցին է, դա աշակերտներն են։ Որ չափ ժամանակ, որ փեսան իրենց հետ է, կարելի չէ, որ ծոմ պահեն, բայց օրեր պիտի գա, երբ փեսան իրենցից պիտի վերցնի, այն ժամանակ ծոմ պիտի պահեն»։ Այսինքն Հիսուսը երկնքում է, մեր հետ չէ, ֆիզիկապես։ Եվ ասում եմ, այն ժամանակ ծոմ պիտի պահեն։ Գիտեք, թանկագիններ, Աստված սպասում է քո ծոմապահությանը։ Սպասում է, որ երբ դու ծոմ կսկսես ծոմապահությամբ ապրել։ Ամեն թանկագիններս։ Հետաքրքիր մի բան եմ ուզում ասեմ, սիրելիներ, ամենտեղ նկատել եք, որ ամենտեղ դիետա կա։ Օրինակ սպորտի մեջ ես որ իմացա դիետա կա, ասեցի ես էլ իրաց ծոմն է։ Ամենտեղ կա դիետա, ես էլ մերն է, սիրելիներ։ Բայց ասեմ մի բան, թանկագիններ, մենք դիետա չենք պահում։ Մենք ծոմ ենք պահում։ Նա սպասում է, որ մենք ծոմ կվերցնենք։ Ամեն, նա սպասում է, նաև մեր երեխաներին պետք է սովորեցնենք ծոմապահություն։ Օրինակ եղել է, որ միտք գա քեզի, որ ծոմը դա հին ուխտի սովորություն է, ասեմ ձեզի մի անգամից սխալ է դա։ Սատանան ապացուցում է, որ ծոմը օրենք է, եթե նայում ենք 10-որդն էր օրենքով, բայց եկեք Մատթեոս 6:2-ից նայենք հլը, տեսեք ինչ, այսինքն նոր կտակարանում էլ ծոմը կա, ու շատ կա։ Ես ուղղակի ուզում եմ այս միտքը հանկարծակի ոչ միգուցե չկա շատերիդ մոտ, բայց հնարավոր է լինի։ Դրա համար մի հատ ապահովագրելու համար ուզում եմ նայենք այս պահը, նայեք, Մատթեոս 6-ի առաջինից մինչև 16-ը, գիտեք ինչի մասին է խոսում, տալու մասին, աղոթքի մասին և ծոմապահության մասին, 6-ից մինչև 18, ես սա չեմ կարդա, աղոթել, տալը և ծոմ պահելը, մի անգամից Հիսուսը սովորեցնում այստեղ։ Երբ մենք ծոմ ենք պահում, մենք սպասում ենք։ Ինչին պատասխանին։ Երբ որ մենք աղոթում ենք, ծոմ ենք վերցնում, սպասում ենք պատասխանին։ Մենք թե ծոմը, թե տալը և թե աղոթելը անում ենք հավատքով։ Ամեն։
Լավ։ Ուզում եմ անցնենք առաջ եւ նայենք գործ կառաքելոս, այսօր մի քիչ այնպես դասի նման առնելու, գործ կառաքելոս 13-ի 2-ը 13-ի 2 Տեսեք ինչ ասում։ Առաջի խոսքից կարդանք, ասում են Անտիոքի մեջ եղած եկեղեցին մի քանի մարգարեներ եւ վարդապետներ կային։ Բարնաբաս Շմավոն, որ Նիվգետ կոչվեր, եւ Ղուկիոս Կիուրենացին, եւ Մանայեն Հերովդես չորրորդապետի սննդակիցը եւ Սողոս։ Եվ սրանք Տիրոջ պաշտոնի մեջ էին, եւ ծոմ կպային Սուրբ Հոգին ասավ. Զատեցեք ինձի Բարնաբասը եւ Սողոսը այն գործի համար, որին ես կանչել եմ։ Հիմա տեսեք, Աստված երբ հասկ Սուրբ Հոգին երբ հասկսում մեր հետ խոսալ։ Երբ որ մենք աղոթքի եւ ծոմապահության մեջ ենք։ Այնպես որ թանկագինս, եթե ուզում ես իրականում մոտ լինես Տիրոջը, անպայման ծոմ ունեցի քո կյանքում։ Ամեն։ Հետո շարունակության մեջ ասում է, այն ժամանակ ծոմ պահելով եւ աղոթք անելով ձեռք դրին նրանց վրա եւ ուղարկեցին։ Ամեն բանից առաջ ծոմ էր պահվում։ Ամեն։ Հիսուսը իր ծառայության մեջ մտնելուց առաջ ծոմ պահեց։ Ջրով ծոմ 40 օր։ 40 օր ինքը մենակ ջուրախմել։ Իր ծառայության մեջ մտնելուց առաջ։ Եթե թանկագիններս Հիսուսը ծառայության մեջ մտնելուց առաջ ծոմ էր վերցնում, ինչքան ավելի մենք։ Մեր շատ ժամանակ մեզի հարցնում են, ասում են, իմ կոչումը ո՞րն է։ Ծոմ պահա Տերը քեզ քո հետ կխոսա, քո սրտում կխոսա։ Շատ են այդ հարցը տալ, որ լավ ո՞րն է իմ կոչումը այս երկրի վրա։ Ես ինչ գործ պետք է անեմ Տիրոջ համար։ Եթե դու ծոմ վերցնես, Աստված քեզ կխոսի։ Ամեն թանկագինես։ Օրինակ մի հետաքրքիր բան եմ ուզում ասեմ։ Ամեն 3 շաբթի ստե աղոթք է լինում։ Ովքեր են մասնակցում այդ աղոթքին 3 շաբթի ժամի 2-ին։ Սաթի Քուրը, Արմանը, Մերսիտան, Հասմիկը, ահա, Մարինե Քուրը, ասեմ ձեզ, ինչքան հրաշալի կլինի, որ մենք ամեն օր ստե աղոթքախումբ ունենանք։ Ինչքան հրաշալի կլինի, ամեն օր մի խումբ գա ստե աղոթելու։ Գիտեք ինչ կլինի, ասեմ ինչ կլինի, Տիրոջ ներկայությունը գգա ոչ միայն եկեղեցու վրա, այլ նաև Քյավառի վրա։ Ես մի հատ բան եմ լսացել, մի հատ քաղաքում արթնություն է ալնում, ասեմ, արթնությունն ընդհանրապես ելնում է, երբ որ աղոթողներ կան։ Մարդիկ իրաց տնից իջնում են, փողոց Տիրոջ ներկայությունը իշտմավրներն են գնում են, առանց որևիցե մեկի աղոթելու։ Իրաց տներից հելնում են փողոց, Տիրոջ ներկայությունը իշտմավրներն ընկնում են գետին։ Գիտեք ինչի պատճառով։ Աղոթողների։ Երբ որ դու աղոթում ես, թանկագին ես ու դրան գումարում ես ծոմը, երկնքի դռները բացվում են։ Ու Տիրոջ ներկայությունը գալիս է երկրի վրա։ Ամեն թանկագիններս։ Ինչ է քո մարմինը չի ուզում աղոթի ծոմ վերցնի, շատ էլ չի ուզում։ Շատ էլ թե չի ուզում։ Սովորեցրա դու, վարժեցրա, պարապա։ Օրինակ սպորտսմենը երբ որ հետո զալ, ընդ ինչ անում, պարապում է, չէ։ Դու էլ քո մարմին պարապա, սովորեցրա, վարժեցրա աստվածապաշտության։ Մտեք թանկագնես, ձեր սենյակ սկսեք լեզուներով աղոթել, անդադար աղոթեք, գնացեք խորքերը, սիրեք աղոթքը, վայելեք աղոթքը։ Ամեն թանկագիններս։
Տարբերակ չկա։ Ես հաջորդ կիրակի էլի կհարցնեմ, արդյոք 1 ժամ աղոթում եք, լտինամ ձեռները շատացած, թե չեն շատացած։ Նմանապես մենք մեր կոչումի մեջ մտնելու համար հարկավոր է ծոմ վերցնենք։ Հիսուսը հրաշքների մեջ մտավ, թանկագնես 40 օր ծոմի 40 օր աղոթքից հետո։ Եկեղեցիները հաստատվում էին ծոմով եւ աղոթքով։ Ծոմը մեծ զորություններ կարագործի։ Ամեն։ Գործ կառաքելոցի 14-ի 22-ը։ Գործ կառաքելոց 14-22։ Տեսեք ինչ ասում, ասում է նրանք յուրաքանչյուր եկեղեցին երեցներ ձեռնադրեցին, ծոմապահությամբ, աղոթք անելով, նրանք Տիրոջ անձնեցին, որին հավատացել էին։ Այսինքն թանկագիններից ամեն բանից առաջ աղոթքը ծոմ էր արվում, առաջի դարում։ Հիմի ոնց որ թե մեր ժամանակներում եկեղեցին գիտես ինչա դառնում, ավելի շատ հեշտասեր է դառնում։ Ինչի համար մենք ծոմ չենք վերցնում թանկագիններ։ Երկրորդը հավատք չենք հավատում ուղղակի, հավատք չկա։ Ուզում եմ կարդալ, բացենք Մատթեոս 17-ի 19-ը։ Մատթեոս ավետարան 17-րդ գլուխ։ Մատթեոս 17-19։ Տեսեք ինչ ասում։ Ուզում եմ 14-ից կարդանք, ասում է, երբ ժողովրդի մոտ եկան, մարդը մոտեցավ նրան եւ ծնկի վրա գալով ասավ. Տեր, իմ որդիս ողորմիր, որ կլուսնոտի եւ չարաչար կտանջվի, քանզի հաճախ կրակի մեջ կընկնի եւ հաճախ ջրի մեջ կընկնի։ Այսինքն դև կար է երեխի մեջ։ Եվ ասում է, քո աշակերտներից բերեցի եւ չկարողացան նրան բժշկել։ Եվ Հիսուսը ասավ. ով անհավատ եւ խոտորյալ ազգ։ Մինչև երբ ձեզ հետ պիտի լինեմ, մինչև երբ ձեզ պիտի համբերեմ, նրան ինձի հոս բերեք։ Հիսուսը սաստեց եւ դևը նրանից ելավ եւ տղան բժշկվեցավ։ Այսինքն ժողովուրդ ջան, կա հիվանդություն, որ դևից է։ Ամեն։ Կա հիվանդություն, որ դևից է, հենց դևը դուսակալից այդ հիվանդությունը հեռանում է։ Հետո 18-րդ խոսքն եմ ուզում նայենք, ասում է, այն ժամանակ աշակերտները առանձին Հիսուսի մոտ երթալով ասին. մենք ինչու չկարողացանք հանել։ Հիսուսը ասավ. ձեր թերհավատության համար։ Պատկերացնում եք թանկագիններ, աշակերտներին մի հիվանդի տարան աշակերտների մոտ, աշակերտները չկարողացան այդ դևին հանել։ Չկարողացան։ Ու գիտեք, հետո աշակերտներն հարցնում են, ասում են, ինչի համար չկարողացանք մենք հանենք այս դևին, Հիսուսը ասում է, ձեր թերհավատության համար։ Նայեք շարունակությունը ինչ ասում։ Ասում, քանզի ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե մանանեխի հատի չափ հավատք ունենաք, այս լեռանը ասեք այստեղից անդին փոխադրվի, պիտի փոխադրվի, ու բանը անհնարին պիտի չլինի ձեզի։ Մանանեխի հատի չափ հավատք ունենաք, լեռանը ասեք այստեղից փոխադրվի, պիտի փոխադրվի եւ ոչինչ անհնարին պիտի չլինի ձեզի։ Մենք ինչ ենք հասկանում, ժողովուրդ ջան, այս արտահայտությունն անելուց։ Անհավատությունը, թերհավատությունը խանգարում է, որ Աստված գործի։ Խանգարում է։ Բայց հավատքը
Ըստ մի հատ խոսք ասում է ոչինչ անհնարին պիտի չլինի ձեզի։ Հիմա ձեռը դիքո վրա։ Ասա ոչինչ անհնարին պիտի չլինի իմ համար։ Մի հատ էլ եկեք կրկնենք։ Ոչինչ անհնարին պիտի չլինի իմ համար։ Բայց գիտես երբ։ Երբ հավատք կունենաս։ Լավ, հիմա հետաքրքիր մի բան եմ ուզում ասեմ։ Մի հատ մեծ թիվ ասեք։ Միլիոն, դա մեծ չէ։ Դա էլ մեծ չէ։ Նա մեծ կարգին թիվ ասեք։ Տրիլիոն, ավելի բարձր։ 600,000։ Պատկերացրեք թանկագնես, ինչքան ասեցի, ասաց, տրիլիոն, այդքան տոննա ոսկի լինի։ Ես ասեմ քեզի, այն հավատը, որ քո մեջ կա, դրանից թանկ է։ Դու հասկանում եք սատանան ինչի համար չի թողում, որ դու Աստվածաշունչ կարդաք։ Հասկանում եք։ Այն հավատքը, որ քո սրտում կա, ավելի թանկ է այդ տրիլիոն տոննա ոսկի։ Չգիտեմ, դու պատկերացնում եք ես ինչ եմ խոսում, թե չէ։ Ամեն։ Հիմա նորից եմ այստեղ կարդում։ Ասում է Հիսուսը ասավ ձեր թեր հավատության համար, քանզի ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե մանանեխի հատի չափ հավատք ունենաք, այս լեռանը ասեք, սրանից անդին փոխադրվի, պիտի փոխադրվի ու բանը անհնարին պիտի չլինի ձեզի։ Բանը ոչինչ անհնարին պիտի չլինի ձեզի։ Գիտեք երբ։ Երբ որ հավատք ունենանք։ Հիմա ժողովուրդ ջան։ Ինչն է խանգարում, որ մենք այդ հավատքը ունենանք։ Յաննաքույր։ Կարճ։ Հա՞։ Մեր ծուլությունը, այ տոշնա ասեցի, Յաննաքույր։ Մեր ծուլությունը։ Հա։ Հետո ինչ պիտի անենք։ Ժողովուրդ ջան, ես մի բան ասեմ, երբ որ ասում եմ ձեզի համար անհնարին ոչինչ պետք չլինի, դա բառից բուն իմաստով է գրված։ Դու ինչ երազես հլնելու ես, բայց հավատք պետք դրա հիմքում լինի։ Ինչ երազես դու ստանալու ես, բայց հավատք պետք դրա հիմքում լինի։ Հասկանում ենք թանկագիններ։ Վերջի խոսքն է շատ լավ, չէ՞։ Հասնենք դրան։ Ժողովուրդ ջան, ինչ եք առաջարկում, կա տարբերակ հավատք ունենալու, գերբնական հավատք։ Սովորական հավատքի մասին չեմ խոսում, այսօր աշխարհի մարդին էլ էլի դա փողոցը հարցրա, ես էլ եմ հավատում, այդ հավատքից չեմ խոսում։ Ես խոսում եմ այն հավատքից, ժողովուրդ ջան, որ գերբնական գործեր է կատարում, այդ հավատքից եմ ես խոսում։ Լրիվ համաձայն եմ, Գարիկ ջան։ Շարունակությունը կարդանք։ Ասում է, եթե մանանեխի հատի չափ հավատք ունենանք, այս լեռանը ասենք, այստեղից անդին փոխադրվի, պիտի փոխադրվի եւ ոչինչ անհնարին պիտի չլինի ձեզի։ Սակայն այս տեսակը, այսինքն մի դիվային տեսակ էր, ուրիշ բանով չի լինում, բայց միայն աղոթքով եւ ծոմապահությամբ։ Ես գիտեք ինչ եմ մաղթում մեզի բոլորիս, ունենանք Հիսուս Քրիստոսի աշխատասիրությունը։ Հիսուս Քրիստոսը ամեն օր դեռ չլուսացած բարձրանում էր սար աղոթքին։
Այսօր կա մեր մեջ մարդիկ, որ դեռ չլուսացած աղոթքի համար մենք անուշ քնից մեզի կտրում ենք աղոթքի համար։ Կա։ Ամեն օր։ Երկու հոգի կա ընդհանուր եկեղեցում։ Քո մոտ էլ աստասում արքայ։ Լավ թանկագիններս, անցնենք առաջ։ Եթե մենք ինչ-որ մի բան չենք ստանում, պատճառը հավատքն է։ Բաներ կան, որ մինչև ծոմ չպահես չի փոխվի։ Կան այնպիսի օրհնություններ, որ գալիս են ծոմով։ Կան, որ առանց աղոթքի են գալիս։ Ամեն։ Մենք ունենք վախ բաց թողնելու վայելք, ինչի համար մենք էլի ծոմ չենք վերցնում։ Մենք ունենք վախ բաց թողնելու վայելքը, ոնց կլինի ես ես լավ ճաշը չուտեմ, չէ՞։ Հա՞։ Թարսի նման այդ օրը շատ համով քո սիրած ճաշն է նեպում, երբ որ որոշում ես։ Ծոմը մեզ չի վնասի։ Լսում եք թանկագիններ, եթե դու ծոմ պահես չես վնասվի։ Ասեմ ձեզի, երբ որ դու ծոմ վերցնես, կարող է գլխացավ ունենաս մի թեթև, բայց կանցնի։ Մեր մոտ կցավի գլուխը, որովհետև կոֆեին կա մեր գլխում։ Աստված ուզում է ազատագրել։ Կոֆեինը որտեղից։ Որտեղ այնքան ենք կոֆե խմում, որ մեր գլխում կոֆեին է, չէ՞։ Դժվարը առաջին օրն է, դա աստիճանաբար հեշտ է լինում։ Սատանան օգտագործում է մեր ախորժակը։ Ծննդոց 3-ի 6-րդ գլուխը բացենք։ Ծննդոց 3-ի 6։ Տեսեք ինչ ասում։ Ասում է կինը տեսնելով Եվայի մասին է խոսքը, հետաքրքիր է կինը տեսավ, տղամարդը չտեսավ։ Կինը տեսնելով, որ ծառը շատ լավն է, կերակուրի համար և հաճելի աչքերին, փափագելի իմաստուն անելու համար, այսինքն Եվան մտածում էր, որ այդ խնձորից ուտա, խնձոր չէ, պտղից ուտա, ինքը նաև իմաստուն կդառնա, առավ նրա պտղից, և կերավ և իր ամուսնուն էլ տվավ, և նա էլ կերավ։ Գիտեք ինչ ենք մենք հասկանում, թանկագիններ, որ ախորժակն ավելի մեծ է, քան սովը։ Բայց մենք գիտեք ինչ պետք է անենք, պետք է հաղթահարենք մեր ախորժակը, որպեսզի Ադամի ու Եվայի իրավիճակի մեջ չհայտնվենք։ Ամեն։ Այդ հաճույքների շրջանից պետք է դուրս գաս, չպետք է սպասես լավ ժամանակների։ Պետք է ծոմը անել շարունակական, ինչպես աղոթքը և զոհաբերությունը։ Ծոմի ժամանակը թանկագիններս նվիրվելու ժամանակ է։ Մենք ինչի համար ենք ծոմ պահում, որպեսզի ավելի նվիրվենք Աստծուն։ Ամեն։ Հիմա ուզում եմ բացենք Դանիելի մարգարեություն 10:8-ը։ Դանիել 10:8։ Նայեք, երբ որ Դանիելը ծոմ պահեց, ինչ կատարվավ իր հետ։ Ասում է, ես մենակ մնացի, իմ վրաս ուժ չմնաց, հնարավոր է, որ դու ծոմ վերցնես, թուլություն զգաս։ Իմ վայելչությունս ապականություն դարձավ ու էլ ուժ չունեցա։ 9-րդ խոսքը։ Երբ նրա խոսքերը լսեցի և նրա ձայնը լսածից պես թմրած երեսիս վրա գետինը ընկա։ Թմրած։ Թմրած գիտեք որ մեկն է, որ թուլանում ես,
Մի խոսքով։ Այսինքն հնարավոր է որ դու ծոմ պահես ու թուլությունը զգաս, նորմալ է, ված չտանես։ Հիմա եկեք Սաղմոս 109:24-ը նայենք, Սաղմոս 109:24-ը։ Ասմա ծնկներս ծոմապահությունից տկարացան, այսինքն տեսեք, եթե ծոմ կվերցնես, ծնկներդ կթուլնա, նորմալ է։ Չվախենաս, չզարուրես, լավ։ Ու մարմինս իր պարարտությունից մաշվեց։ Մաշվելը որն է, նիհարավ։ Ամեն։ Ամենամեծ գայթակղությունը ասեմ ձեզ, որ դու ծոմ չպահես, ընտանիքից հալում։ Նոր մենք ասեցինք, չէ, հենց որոշում ես ծոմ պահես, այդ օրը ինք քո ամենասիրած ճաշն է նեփում։ Այնպես որ կուխն ու մոտը վանցնում ես, համարյա արդեն խախտես քո որոշումը։ Տեսեք, երբ որ մենք ծոմ ենք պահում, գիտեք ինչ ալն, երկրայինը նվազում է, երկնայինը մեծանում է։ Այդտենց, այսինքն դու ավելի ես մոտենում երկնքին։ Կլինի տրամադրության փոփոխություն, ուժեղ է պետք լինել։ Հնարավոր է քո տրամադրությունը ընկնի, որտեղ քո մարմինը ճնշվում է։ Ծնկները դողա, ջանը թուլնա, մարդկա մեջը դող ասկսվում։ Նորմալ է, ժողովուրդ ջան, պետք է քո մարմինը վարժվի սրա։ Այսօր զգում եք, որ ինչ որ քարոզություն չէ, այլ ինչ որ դասի նման է։ Այնպես որ եթե քո մեջ դող կսկսվի, նորմալ է։ Գնա նստի, թո դող նստի, էլի ընցի քո գործին, լավ։ Տեսեք, կարիքը չպետք է առաջնորդի ծոմի, այլ Սուրբ Հոգին։ Պետք է դու ծոմի մեջ մտնես, երբ որ Սուրբ Հոգին է քեզի տանում, լավ։ Հիմա հաջորդ բանը, որ ուզում եմ ասեմ, դա եկեղեցուն է վերաբերվում, հետաքրքիր մի բան, թանկագիններս։ Մարդիկ, լսեք, աշխարհի մարդիկ պատրաստ են փրկվելու, բայց մենք պատրաստ չենք փրկելու։ Աշխարհի մարդիկ պատրաստ են լսելու Աստծո խոսքը, բայց մենք պատրաստ չենք մեր գործը թողենք, եթանք իրանց հետ աղոթենք, Աստծո խոսքով շփվենք։ Հիմա ծոմի նպատակներից եմ ուզում խոսանք։ Ուղղակի սենց ես կանցնեմ թանկագիններս, հատ չենք խոսա, մտածում եմ հետո մենք նպատակներից կխոսանք, ինչ նպատակներով ենք մենք ծոմ վերցնում։ Առաջինը, ծոմը ջախջախում է քո կարիքը։ Եթե քո կյանքում կա ֆինանսական խնդիր, ծոմը դա վերացնում է։ Սա մեկ, ընդ արդեն տեղերը կա, ծոմը ջախջախում է աղքատությունը, այդ աստվածաշնչյան տեղերը չեմ ուզում կարդամ, մի խանութ տրվել է ծոմի պատճառով մի քրիստոնյա աղջկա, առանց որևիցե կաշառքի։ Ուղղակի, երբ որ դու ծոմ ես պահում, երկինքը խառնվում է քո կյանքին։ Գերբնական բաներ են սկսվում կատարվել։ Ամեն։ Երկրորդը, ծոմը բժշկություն է բերում։ Մի կնոջ ճնշումը անցել է 3 օրվա ծոմից հետո ընդհանրապես ճնշումը կարգավորվել է։ Էսի ինչ որ ասում եմ իրական դեպքեր են, ժողովուրդ ջան։ Ազատում է ստրկությունից, եթե դու ունես խնդիր ծոմ վերցրու, 4-րդը քանդում է սերնդեսերունդ անեծքը։ Եթե մեր մեջ կա ծոմ, ջախջախում է դիվային զորությունը։ Եթե ասենք օրինակ տեսեք դիվային զորությունը գիտեք որ, օրինակ ասենք մարդիկ կան, որոնց կյանքում դևը ռեալ արձակվում է։ Մարդկա ճնշված ազգում, չգիտեմ, մարդկա ուրախություն, խաղաղություն է գործում, սա հարցակում է սիրելիներ։ Օրինակ ասենք մարդկա կարող է սատանայի ձենը լսա իր տան մեջ։ Մարդկա, չգիտեմ, կարող է արտանա կռավատը տեղափոխվի կլինի տեղից տեղ։ Հա, այսի դիվային զորությունն է։
Երբ որ դու ծոմ ես վերցնում, այս ամեն ինչը քանդվում է, վերանում է։ Կա տարածքներ, որ հրճակում կա, դա դիվային տարածքներ այն չի, որտեղ այդ հրճակումները արվել։ Ամեն, ուրեմն տեսեք, ծոմը ջախջախում է դիվային զորությունը։ Եթե մեր կյանքի ոճը ծոմն է, մեզ դժվար չի լինի դև քշելը։ Եկեք այստեղ ուղղակի նայենք Մարկոս 9:18, եկեք բացենք, կամաց մենք ավարտենք։ Մարկոս 9:28 կամ էլ 18, Մարկոս 9 Տեսեք ինչ ասում, ասում է, ըսավ նրանց այս 10 տեսակը ուրիշ բանով չի ելնում, դա ինչ որ մի դիվային տեսակ է, ուրիշ բանով չի լինում, միայն աղոթքով եւ ծոմապահությամբ։ Այսինքն տեսեք, եթե մի հարց չի լուծվում, երբ որ դու աղոթք ես անում եւ ծոմ ես վերցնում, այդ չլնողը դառնում է, այդ չլնող դևը դուրս է գալիս։ Ամեն, սիրելիներս։ Եվ ինչ կա, թույլ է տալիս, որ Աստծո գործողությունները գա քո կյանք։ 7-րդը, կամքիդ ուժը ամրապնդում է։ Յուրաքանչյուր մեղք թուլացնում է կամքի ուժը։ Ծոմը շնչավոր պատերազմ է ոչ թե մարմնի, այլ մտքի։ Նա տալիս է հոգուն զորություն։ Ամեն։ Եվ ամենավերջի տեղը նայենք, ծոմը խոնարհեցնում է թանկագիններս։ Եթե քո մեջ խոնարհության խնդիր կա, ինքը խոնարհեցնում է քեզին։ Ամեն թանկագիններս։ Ծոմի միջոցով մենք կվերցնենք ամեն ինչ։ Ծոմի միջոցով։ Ամեն։ Ես ուրեմն թանկագիններս մի պատմություն անեմ, որից հետո մենք կաղոթենք։ Երբ որ ես Վրաստանում էի, Կարլ Գուստավի այնտեղ էր, ինքը մի բան ասեց, ես գրել եմ դա իմ մոտ։ Ասում է տեղական եկեղեցու համար անհնարին ոչինչ չկա։ Սա տեղական եկեղեցի է։ Ուղղակի պետք է հավատալ, թանկագիններս։ Թույլ չտաս, որ հավատքդ սատանան տանի, աշխարհը տանի։ Ամեն։ Մենք թանկագիններս ամեն ինչի կհասնենք, եթե հավատանք եւ գործենք։ Ամեն սիրելիներ, եթե հավատանք եւ աղոթենք, ծոմ վերցնենք ու գործենք։ Մեր նպատակը ո՞րն է, ժողովուրդ ջան, որ թե մանուկները, թե երիտասարդները, թե միջահասակները, թե մեծերը բոլորը ճանաչեն Հիսուսին։ Սա է մեր նպատակը։ Եվ ես ասեմ, այս նպատակը, որ ասում ենք մերն է, դա մերը չէ, դա Տիրոջ նպատակն է, ուղղակի մենք մտեր ենք այդ նպատակի մեջ։ Ես մտեր եմ, ձեզ էլ իմ հետևից բերել եմ։ Սուտ չեմ ասի, որ ինձ ձև ասեմ։ Ուղղակի այդ տեսիլքը իմ սրտում ծնվել, որ հասնել բոլորին հոգու փրկությանը։ Մտածում եմ, դա խելացի որոշում է ու ուզում եմ, որ բոլորս միասին մտնենք այս ծրագրի մեջ։ Ամեն։ Փառք Տիրոջը թանկագիններս։ Հավատում եք, որ ամեն բանի մենք կհասնենք։ Բայց պետք է հավատանք թանկագիններ։ Եթե հավատանք, մենք կհասնենք։ Ես ժողովուրդ ջան, Երևակայի մե 10 տարի առաջ էր, մենք հովիներով Երևանում աղոթք էինք անում։ Հետաքրքիր մի հատ սրտումս բան եկա, որ ասեմ։ Հիշում եք, որ ժամանակ այլ է, որ նախագահը աղոթք արել, Պապաշխարի աղոթք արել 301 թվականին։ Չէ, այդ ժամանակ ընդունվել է քրիստոնեությունը, բայց Գրիգոր Լուսավորչի միջոցով Տրդատը ապաշխարե։ Գիտեք, հետաքրքիր մի բան ես հռչակեցի, ասեցի գալի է ժամանակ, որ նախագահը,
Վարչապետը բոլորը գալու են եկեղեցի ու կան վերստին ծնվելու են հոգով դառնալու են երկրպագող ու տիրոջ կամքն են կատարելու։ Հարեք գիտեք ինչ անենք, ժողովուրդ, գերբնական բաների հավատանք։ Այն որ խելքից դուրս է, որ մարդկանց ասես ասում դե լավ բոլա եք այդ բանից։ Հարեք այդ բաների հավատանք։ Ու գիտեք, ես մի բանի վրա այնքան ուրախացա, որ Հայաստանում առաջի անգամ ինչ է լավ։ Աղոթքի ընթրիք ու բոլոր եկեղեցիների առաջնորդները տեին ու բոլորը իրանց Աստծո խոսքով կիսվում էին, միասին աղոթում էին եւ միասին ճաշում էին։ Սա հրաշք է ժողովուրդ։ Հա։ Հա։ Ես գիտեմ, որ իմ տիրոջ հանունը վերին ատյաններն է փառահարել։ Եվ ես ես խոսքը անկեղծերեք, որ տեսնի լավ անկեղծ շատ է ուսվել, որովհետև ես, որ նայում էի աղոթք Արմեն Լուսյանի ու Հայաստանի դրոշը, ու վերին ատյանը ես պատասխանա, որ Այդ մարգարեությունը կատարվավ, էլի։ Եկեք ծափարենք։ Հարկ տիրոջը, թանկագինես մեր երկիրը օրհնվում է, խաղաղություն է լինում, կառավարությունն է ապաշխարում, մի խոսքով հավատացյալներն են սկսում իրար սիրել, տարբեր եկեղեցիները։ Տարբեր եկեղեցիներից կային կաթոլիկներ, ուղղափառներ, առաքելական, ավետար, մինչև եզդիներն էլ կային։ Եզդիներ։ Լավ, եկեք ոտքի կանգնենք թանկագիններս։ Հավատանք, որ եզդիները կընդունեն Հիսուսին, ամեն։ Իրանց ղեկավարի անունը չգիտեմ, ինչ է։ Հալելույա։